Հարգելի Բագրատ, Հայաստանի հասցեին կեղծ տեղեկությունները պարզվում է, աղբյուրը պարզվում է Թուրքիայում է, դուք էլ հաստատ նկատել եք, պարզել եք ով է պատվիրատուն հիմնական։ Ոչ, գարձեմ թե ծեր ագնարգությունը Վարշավեդի Թուրքիա նախագահի Հայաստանի մոդալուտ ընտրություններու մասին ըսած խոսքերն են, չէ՞։ Եվ դա։ Հետո տեղեկություն ստացվեց, որ Էրդողանը ուզում է օգնել հայ զինծառայողների ընտանիքներին, էլի կեղծ տեղեկություն։ Դարձյալ շատ անհիմն բան մներ եւ իսկույն հերկվեցավ։ Բայց ով էր այդ բոլորի հեղինակը, այսօր ավադեղեկատվությունն է այրևս շատ լուրջ գործիք մնե, ինչպես որ արհեստական բանականության շահագործումը, նույնպես ավադեղեկատվությունն ազդեցիկ գործոն մնե, եւ այս բաները գսեն, այդ խոսքը անմիջապես շահագործել ուզող դարեր գոյություն կունենան, անոնք իսկույն շարժման կանցնին, աղմուկ կբարձրացնեն, եւ ցեվոմը նպատակին հասած կլա այդ գեղձ լուրը տարածողները։ Այստեղ երևույթը այդպես է եւ չեմ գտնարսել թե այդ խոսույթին յետևը ով գար, ուր ելավ այդ խոսքերը, բայց բարձ է որ անմիջապես շահագործել ուզող շրջանակներ եղան, անոնք արդեն ով են, որոնք են, բարձ է։ Տեսանք թե որ մամուլն է դոր անմիջապես շրընթալից կերպով արձագանքողը նոր բամը կդածի պես այդ բոլորը տեսանք, բայց փուն հեղինակը ով է, ով պատրաստեց, ով մատակարարեց այդ լրատվությունը, այդ մասին ես ալտեղեկություն չունիմ։ Թուրքական կողմը այսօր հայտարարել է Ալիջան անցակետում աշխատանքների 90%-ի ավարտի մասին։ Այսինքն Թուրքիան պատրաստվում է սահմանի բացման, հա, տեղեկությունը այդ մասին է, թե դեռ վաղ է։ Այդ մասին է, այո, տեղեկությունը այդ մասին է, Հայաստան արդեն վաղուց այդ պատրաստությունը գադարեց եւ ավա հայտարարեց, նույնիսկ Թուրքիայեն լրագրողներ հրավիրեց սահմանի անցման գետին, որովհետեւ անոնցալ ցույց տա գադարված աշխատանքը եւ բազմիցս անգամ հայտարարեց, որ իսկույն շահագործման պատրաստ է սահմանի անցագետը։ Այդ ժամանակներ թուրքական կողմը միշտ անարձագանք մնաց, լուռ մնաց, համապատասխան որևէ բացատրություն չհնչեցին, իսկ հիմա գսվոր մոնալ արդեն ավարտին մոդ է, ինչ կմնա, գամք կմնա, եթե գամքը կործատրվի, իսկույն շարժման կանցնի։ Հատկապես շատ դյուրին պիտի ըլլա նաև Գյումրի դանող երկաթուղիի բացումը, Ղարսեն Գյումրի դանող երկաթուղիի բացումը եւս շատ դյուրին կորցվի դելա, բայց տեսնենք։ Դե շատ բան կախված է թե թրիփ նախագծի նկատմամբ Թուրքիան իրականում ինչ վերաբերմունք ունի։ Բացի այն հայտարարություններից պաշտոնական, որ հնչում են Անկարայից։ Թրիփ նախագիծը արդեն Թուրքիո համար նպատակի հասնիլ է, դեպաբար քարոզչական բնույթով շահագործելու թեմա, մինչև որս դակավին այստեղ շահագործվի, գօգտագործվի, գհնչե Զանգեզուրի միջանցք եզրույթը, որքան ալ Հայաստանի համար այս եզրույթը դակավին ըսվի անընդունելի է, բայց կորձնական կետնի վրա Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց ցանկացած նպատակին հասած գերևին։ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հենց Զանգեզուրի միջանցք տերմինն է օգտագործել, ասելով բոլորը, որ Զանգեզուրի Էրդողանն բոլորը, որ Զանգեզուրի միջանցքը կգործարկվի մինչև 2030 թվականը։ Իսկ մինչ այդ եթե բարեկամություն ըլլար, եթե բարի նպատակներ ըլլար, մինչև այսօր արդեն Հայաստանի դարածքը գնար բաց ըլլալ Ադրբեջանին եւ Թուրքիո համարալ։ Մենք երբեք սահման չէինք փակած, հատկապես Հայաստան-Թուրքիա սահմանի այսօր
այդպես գղբանքի դա լալուն մեջ Հայաստանը թերագադարություն չունի այդ որոշումը կայացնողը թուրքական կառավարություններն էին եւ շատ հեշտ էր այդ որոշումը յետարնել հիշենք 44 օրյա պատերազմի ավարտին թուրքական գողները որսավ թե այլևս ժամանակը եկած է հարաբերությունները բնականոնացնելու այդ ասելեմ վերջը ինչու համար հստակ քայլեր չեն առնված հագարակ որ երկու բանակնացներ քանի անգամներ հանդիպումներ ունեցան պաշտոնապես առնվազն 4 կամ 5 անգամ անոնք ուղղակիորեն այս նյութով գողքի եկան բացի այն որ ուրիշ հարիտներով թացիալ իրարու հանդիպեցան բայց 4 կամ 5 անգամ արդեն ուղղակի այս նյութերը քննարկելու համար կողքով եկան եւ հետո տեսանք որ որքան աբարտուն եղավ իրենց խոսակցությունները հագարակ որ ամեն հանդիպումը միշտ երկկողմ թրական պատկամներ փոխանցեցին հասարակության թե Սերդար Կլեջը թե Ռուբեն Ռուբինյանը բայց վերջապես երրորդ թե չորրորդ հանդիպումի ավարտին էր որ Ռուբինյանը ասավ որ թիզմ անգամ առաջընթաց չեն արձանագրած եւ անգևերջ էր խոսույթ հնչեց թե իբրև թե սահմանը պիտի բացվի երրորդ երկրներու քաղաքացիներուն կամ դիվանագիտական անձնակիր ունեցողներուն համար եւ այդ չեղավ մինչ այդ եղած միակ զարգացումը Ադրբեջանը իր հողային տարածքը դրամատրեց որովհետեւ ռուսական կամ ղազախստանական հացահատիկ կամ նավթ փոխանցվի Հայաստան նաև Ադրբեջանի քարյուղը փոխանցվի նավթը փոխանցվի Հայաստան բենզինը լալով կամ չեսկիդեր հեղուկ գազը լալով ասոնք հստակ քայլեր են բայց այդ բոլորի յետին մենք կսպասենք շատ ավելի հստակին եւ խորհրդանշական առումով չէ միայն իսկական առումով հարաբերություն գոչելու արժանի քայլերով որոնք են նախ երկու մայրաքաղաքներում մեջ տեսփանադուներու բացումը փոխադարձ տեսփաններ նշանակելու հանգամանքը որովհետև Թուրքիան Հայաստանի ջանցած է իբրև անկախ pedagoganություն բայց այդ ջանչնալեմ վերջ հստակ քայլը չէ արած դիվանագիտական հարաբերություն հաստատելու ուղղությամբ այս պահուն միակ դիվանագիտական հարաբերությունը Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջև Սևձովյան տնտեսական համագործակցության գազམ་ագերբության շրջանակի մեջ Հայաստանի մշտային ներկայացուցչությունն է բոլսո մեջ այստեղ մենք ունենք արժեքավոր դիվանագետներ անցյալին ունեցանք մոտավորապես 30 տարի է իվեր Օզալի օրով հիմնված գարույցներ այդ մեկը եւ շատ արժեքավոր դիվանագետներ ունեցանք շատ ուրախ եղանք իրենց այդ հանդիպելով ճանոթանալով շփվելով եւ այդ ընթացքը մինչեւ այսօր այդպես կշարունակվի բայց ադիգա դիվանագիտական ամենացածր մագարտակն է երկու պետություններու միջեւ ձեր նկարագրածը եւս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը որ թուրքական կողմը ինչ որ բանի սպասում է թե ինչի դա հայտնի չէ Ես այս մասին նախապես միշտ սիվոր կսպասե Բաքուի հավանության Բաքուի համոզումին բայց հիմա որ Բաքուն արդեն ինք քայլեր գարնե դակավին ինչ արկելքներ կա Թուրքիի համար ավելի առաջ տանող քայլերու թիմելու խնդրին մեջ չեմ գնալ բացատրել ինչպես դուք նշեցիք դրամապանությունը կփնտրեմ բայց չեմ գտնել